ասեք ինձ ակնկալիքները հա կենտրոնական բանկից ինչ սպասելիքներ ունեք այսօր այստեղ։ Դե եթե Արցախ բանկը չկարողանում որևէ լուծում տա, որևէ նորմալ լուծում տա իր ժողովրդի, մենք եկել ենք բողոքով կենտրոնական բանկ, որպեսզի կենտրոնական բանկը ճնշում գործադրի Արցախ բանկի վրա, մեղմ ասած, եւ նստեն կլոր սեղանի շուրջ եւ ժողովրդի հարցը լուծեն, որովհետեւ այսպես բան չի կարելի։ Մարդիկ 100%-ով վճարել են իրենց բնակարանների համար 7 տարի առաջ եւ հիմա էլ արզվում է, որ գրավի տակ է այդ շենքը։ Երբ որ մենք գործ ենք ունեցել միայն տոնուս կազմակերպության հետ, մենք չենք իմացել, որ գրավի տակ է, գրավ են վերցնում, մենք նորոգել ենք մեր բնակարանները, հույսով, որ այս տարի պետք է արդեն ապրենք 7 տարի ձգձգելուց հետո վերջապես խոսքը երկու շենքի մասն է, Դավթաշենի շենքի մասն է, որը կիսակառույց է, բնակիչներից լրիվ գումարները հավաքել են, եւ Փափազյանի շենքի մասն է, որտեղ ես եմ բնակիչ, այսինքն իմ կնոջ ծնողները երազանքով ցանկանում էին վերադառնալ Հայաստան եւ բնակվեին այդտեղ, եւ արդեն քանի տարի է խաբում են իրենց։ Այն դեպքում, երբ որ լրիվ գումարները վճարել են, այն դեպքում, երբ որ բնակարանը վերանորոգել են, դուռը դրել են, այսպես ասած, բանալին մեզ մոտ է, ու անցյալ տարի ձմռանը անակնկալի եկանք, որ ասեցին, երբ որ սեփականաշնորհ վկայականների ստանալու ժամանակն էր, ասեցին, որ բնակարանները գրավի տակ են Արցախ բանկում եւ չեն կարող այս սեփականաշնորհ վկայականները տալ։ Բայց բանը նրանում է, որ մոտավորապես 50 բնակիչ ունեն արդեն սեփականաշնորհ վկայական, իսկ մոտավորապես 32 բնակիչ չեն ստացել։ Այսինքն, եթե նրանք ունեն սեփականաշնորհ վկայականներ, նշանակում է այն ժամանակ, որ մեզ կարող են մեր բնակարանները տային, գրավի տակ չի եղել։ Եթե դրանից հետո է արդեն եղել։ Սեփականաշնորհ վկայական ոչ ոք չի ստանալ։ Շենքը գրավի տակ չի եղել։ Այսինքն, այստեղ մութ գործարքներ կան, որ մենք պահանջում ենք եւ կենտրոնական բանկին, եւ Արցախ բանկին, եւ նաեւ Բաղրամյան 26-ին, որպեսզի 200 մարդ այսօր դուրս են մնացել, 200 մարդ, այսինքն 200 ընտանիք, որը մոտավորապես 600 5-ից 600 մարդ է կազմում, այսօր անպատասխան են մնացել, հետո խոսում են արտագաղթի մասին, բայց պոտենցիալ արտագաղթողներ են այս մարդիկ, եթե հարցը չլուծվի, ու մենակ այս հարցը չի։ Քաղաքում այսօր կան բազմաթիվ այսպիսի հարցեր, բազմաթիվ սենց նույն խնդրով տարապում մարդիկ, որի պատասխանը չի տրվում, օդում է մնացել, ով պետք է պատասխան տա, այս ժողովուրդը։ Դրա համար մենք եկել ենք սկսենք կենտրոնական բանկից, որովհետեւ շարժվենք Արցախ բանկ, որից հետո եթե դրական պատասխան չստացանք, մեկ ակնկալում ենք մեր հանրապետության նախագահից, որպեսզի նոր տարվա գեղեցիկ նվեր պատրաստի մեր բնակիչների համար։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Իսպիրյան։